քանի դեռ վերքը բաց է եւ արյունը հոսում է, չես կարող ամոքում գտնել, պետք է դու վիրակապես այդ վերքը, արյունահոսությունը պետք է կանգնեցնես, ժամանակ պետք է անցի, պետք է բուժվի վերքը, անգամ սպիանա վերքը, հետո նոր կարող ես անդրադառնալ այդ վերքին եւ նոր հասկանալ, թե ինչու այս ցավ, այս վիշտը, այս վիրավորանքը, այս վերքը ես կրեցի։ Այդպես է, երբ որ կյանքում փորձություն, նեղություն, մահ, կորուստ է լինում, մենք չենք կարող արյունահոսող վերքը, բաց վերքը նորից աղլեցնել, ցավ պատճառել, չէ, հենց մենք հիշում ենք, նորից աղ ենք լցնում այդ վերքի վրա, արյունահոսող վերքը նորից տանջում ենք, չարչարում ենք, չէ, պետք չի, մենք պետք է վիրակապենք մեր վերքը, պետք է թողենք ինքը երկար ժամանակ շատ վերքեր է բուժում, ասում է ժողովուրդը, չէ, շատ վերքեր է բուժում, եւ պետք է սպասենք, որ ժամանակը իր վերքերը բուժի, իրես երբ որ մարդը Սուրբ Հոգով է առաջնորդվում, հավատքով, հույսով է առաստված, ժամանակը իր կողմից է, արագ են վերքերը բուժվում, արագ է մխիթարվում եւ արագ է հասնում իմաստության, հասկանալու թե ինչ եղավ, ինչու եղավ սա։ Բայց երբեք մարդը Սուրբ Հոգով չի առաջնորդվում, հուսահատվում, հավատքով չի լցվում, ու անընդհատ իր վերքը բորբոքում, անընդհատ բացում, մտնում մեջը քանդում, թարախակալվում այդ վերքը, չի բուժվում այդ վերքը, ու ինքը միգուցե երբեք էլ չհասկանա, ինչու սա եղավ։ Մենք պետք է իմաստավորենք այդ վերքը, մենք պետք է բուժենք այդ վերքը, թույլ տանք, որ Սուրբ Հոգին ժամանակի ընթացքում մխիթարի մեզ եւ մենք կարողանանք մեր ցավերի ամոքումը գտնենք։ Մենք քահանայական աղոթք ունենք Փարատիա ցավս եւ բժշկյաս հիվանդությունս։ Ժողովրդին ենք ունենք Տեր Աստված եւ շնորհամեցուց կատարյալ օրհնություն։ Ցավերի հիվանդությունների բժշկություն եւ ամոքում ենք մենք խնդրում, ամոքել ինչ է նշանակում։ Նշանակում է իմաստավորել։ Եվ այդ ժամանակը մեր օգտին է շահում, մենք շահում ենք ժամանակ, մենք կարողանում ենք արագ բուժել վերքերը, երբ որ մենք վիրակապում ենք, փաթաթան ենք դնում եւ դեղամիջոցներ ենք օգտագործում, Սուրբ Հոգու դեղամիջոցն ենք ուղղատում, աղոթքով ենք մենք փաթաթում, ապաշխարությամբ եւ արագ է վերքը բուժվում եւ մենք էլ արագ վերականգնվում ենք, հետո ուրախությամբ ենք տանում այդ բոլորը, սիրով ենք հիշում, ասում ենք, փառք ես Տեր Աստված, եւ դրանով շատ ավելի օգուտ ունեցա, քան թե վնաս։ Բայց երբ որ մենք չենք իմաստավորում մեր ցավը, մեր վիշտը, մեր նեղությունը, ու անընդհատ բզբզում ենք մեր վերքը, բացում ենք, մենք Աստծուց ավելի իմաստուն բժիշկ ենք դառնում, չէ՞ որ բոլոր հոգիների բժիշկն Քրիստոս է, եւ ինքն է Սուրբ Հոգին է մեր ճարտարապետ բժիշկը։ Մենք այդպիսի շարականում ենք թաղման ժամանակ, որ կոչվում է մեր ձեցա եսի դուրն գերեզմանի եւ Եհասին ժամանակ մտանելի հարգանտ երկրի։ Բժիշկ իմաստուն եւ ճարտարապետ։ Տեսեք Քրիստոսին ինչպես է ասում, Սուրբ Հոգուն ինչպես է ասում։ Բժիշկ իմաստուն եւ ճարտարապետ։ Բժշկյաս հոգվո իմը հիվանդություն, բժշկիր իմ հոգու հիվանդություն։ Սուրբ Հոգին իմաստուն եւ ճարտարապետ բժիշկ է։ Տեսեք շարեկանը ոնց է կոչում Քրիստոսին, Սուրբ Հոգուն։ Իսկ մենք ինչ հիմար եւ քանդակող բժիշկ ենք, ճարտարապետ չենք, մենք քանդակում ենք այն մեր ցավը մենք չենք բուժում, մենք տանջում ենք մեզ, մազոխիզմ ենք տանք, մազոխիստ ենք, դեսում ենք, ասում ենք, չէ,
Սուրբ Հոգի դու լավ չես մխիթարելու ինձ։ Ես ինքս պետք է բուժեմ ինձ։ Ես պիտի հիշեմ, տանջվեմ, չարչարվեմ։ Ես ինչու եմ գլխին եկավից, այսպես եւ այսպես մենք ինքնատանջանքի ինքնաձախկման մեջ ենք, թույլ չենք տալիս, որ ժամանակը մեր օգտին լինի։ Ժամանակը մեր օգտին կարող է լինել, եթե մենք Սուրբ Հոգուն ենք հանձնում մեր կյանքը, մեր ժամանակը։ Եվ Սուրբ Հոգին արագ մխիթարում է մեզ, արագ ամոքում է, եւ մեր բոլոր հարցերի պատասխաններն էլ արագ է տալիս, բայց մենք չենք ուզում, մենք չենք ուզում մխիթարվել, մենք չենք ուզում Սուրբ Հոգու տված պատասխանը ստանալ, այլ ուզում ենք մենք մեր վերքերը բուժել ու մեր պատասխանը մենք մեզ պարտադրենք, չէ, այսպես չպետք է լիներ, դե լավ, որ դու քո բժիշկն ես, քո իմաստուն ճարտարապետն ես, այդ Սուրբ Հոգին ինչ գործում է այստեղ, թույլ տա, որ Սուրբ Հոգին մեզ հավաքի, մեզ բժիշկ իմաստուն ճարտարապետ լինի, ամեն։